Տևոսյան 1 դրոպ 3 բնակելի համալիր։ Քո երազանքի բնակարանն արդեն պատրաստ է։ Գնիր բնակարան տարաժամկետ վճարման տարբերակով, վայելիր այն ամռանը։ Մի հատ պատասխան կա իմ համար, որ չգիտեմ, ինքը ուղղակի պետական դավաճան է։ Ընդհանրապես այդ ես այդ չեմ սիրում այդ նախկիններ, ներկաներ, ամոթ հարեք թողենք այդ։ Հերիքա նախկին ու ներկա ասելով մենք նույնիսկ մեր ընտանիքները պառակտեցինք։ Հավատացեք, այսօր Հայաստանում նույնիսկ ընտանիքներն են պառակտված։ Գնահատում եմ Փաշինյան ոչ մի բան էլ չի անում, առաջ հերթին, ամեն հարցեր սխալ, որն ասեմ, ցեղասպանություն չի ճանաչում, Ղարաբաղ չճանաչեց, էլ ինչին ասեմ, էլ ասա, որն ասեմ, ցավը տանեմ, էլ բան չունեմ ասելու, հենց այդտենց էլ տելևիզորով ցույց տան, ձգան բռնեն, տանեն դատեն։ Հա, ճիշտ խոսալ վատ բան չի։ Այսինքն ես չեմ ընդունում։ Ես չեմ ներում իրան։ Կարող է ինչ-որ բաներ կա, որ մենք չգիտենք, պիտի իմանանք, բայց դա իմ ցավն է, ուղղակի, հասկանում եք։ Որովհետև Նիկոլը դավաճան է։ Նիկոլը Ադրբեջանի կողմից ուղարկված ագենտ է, իմ կարծիքով, որը ուզում է Հայաստանը ինչքան հնարավոր է թուլացնի ու ժողովրդին ինչ-որ վատություն անի։ Այդքան բան։ Ինձ թվում է, որ իրեն կողքից լրացուցիչ գերտերությունները ինչ որ ազդեցիկ խմբեր դրան են հասցրել։ Նիկոլը ինչ արեց, քանդեց սա երկիրը քանդեց, սա ջահելներին տարավ, հողը դրեց, ինքն էլ իր կնիկ երեխեքը վայելը մեր։ Ինչ արեց Նիկոլը մեզի, մի աղբերս լսիկ ասես ինչ ասեց։ Բոլոր դեպքերում հողը չպետք է հանձներ, ուզում Արցախ լիներ, թե ինչ լիներ, նա այդ քայլին չպետք է գնար, դա իմ կարծիքը։ Ոայ, բարդ հարց է իրականում, հստակ պատասխան չեմ կարող տալ, բայց այն ինչը որ կատարվեց, ոչ մեկի դուրը չեկավ, չեմ կարծում, որ ինչ-որ քաղաքացի դա ճիշտ ընդունի։ Կարող է նորից այդ խելառը բան աներ, պատերազմ աներ, այդ Ալիևինի նկատի ունեմ էլի, դրա համար վախեցավ Նիկոլը, վախեցավ։ Փաշինյան Նիկոլը Արցախը վաղուց էր ճանաչել։ Նա եթե մարտի 1-ի բաները լսել եք, որ ասել է Ղարաբաղցիք հայեր չեն, ադրբեջանցիների եւ աղվանների խառնուրդ են։ Լսել ես։ Այն ժամանակվանից նա իմ թշնամին է, ես էլ Ղարաբաղցի եմ։ Կարող էին, իմ կարծիքով կարող էին Արցախը պահել, ուղղակի չգիտեմ, մի քիչ խճճված հարց է, բայց ինձ թվում է, եթե ուզենային կպահեին, չուզեցին ուղղակի, երևի։ Որովհետև Ալիևի հետ պայմանավորվել են, որ վաճառի Արցախը Ադրբեջանին, այդքան բան կարամ ասեմ ես, ինքը դավաճան է։ Կարծիքս էդ է։ Չեմ ուզում դրա մեջ խորանամ ընդհանրապես, բայց ինչ վերաբերում է այսօրվա դրության, այսօր ոչ մի բան լավ չի։ Այն որ հունվարի 1-ից կատարվում է էս, դա արդեն ասում է, որ ոչ մի բան լավ չի։ Մեծ փող տվեցին։ Չհաշված, որ ավելի նախկինում պայմանավորվածություններ կար, որոնց հրապարակման դեպքում իր քաղաքական վախճանն է լինելու եւ ոչ միայն դրա համար են ճանաչեց։ Ընդ որում դա այդ օրը չէր որոշվել, դա նախապես իշխանության գալուց էր արդեն որոշված, որ այդ սցենարը լինելու է։ Այնպես չէր, որ մի ամիտ հանգարց որոշեց ու ստորագրեց։ Իր ասելով իբրև թե պատերազմը որ պետքա կանգնի, բայց դա սուտ բան է։ Պետքան բան։ Խաբեց բոլորին, մարդիկ հավատացին ուղղակի հավատացին, հավատալով ընտրեցին, ասենք առաջի անգամ ընտրեցին հավատալով, երկրորդ անգամ ինչի ընտրեցին իրան։ Իսկ ինչ վերաբերվում է ինչի հանձնեց, ինքը եկել էր այդ պլանով երևի,
որ պիտի հանձնի։ Իր ելույթները նախկինում էլ որ նայում եմ, լսում եմ, կարդում եմ, հետևողական եմ, ինքը ոչ մի անգամ հայասեր չի եղել։ Ամոթա հայ ենք, Արցախը հայ, չգիտես Լեննականի հայ, Արարատի, Երևան, ամոթա պարակվեցինք եղանք հայտարակ աշխարհով մեկ։ Փաշինյանին հասկանալ ուղղակի աբսուրդ է, չեմ կարող, ոնց հասկանանք։ Շնորհակալ ես ձեռին, որ երբեք չընտրեց։ Մեղավոր չեմ եղել, Հայաստանում չեմ եղել ուղղակի, բայց չի էլ ընտրի։ Բայց շնորհակալ եմ, որ գոնե այդ ժամանակ Հայաստանում չեմ եղել։ Այս երկիր է քանդվում, հասկանում եք, իմ համար հետաքրքիր չի, ես սիրուն ավտոբուսում կնստեմ, ինձ պետք է, որ ես արժանապատիվ հայ լինեմ դրսում, ինձ դա է պետք։ Իսկ ամոթով եմ այսօր, երկրից դուրս եմ գալիս, ամոթ եմ զգում։ Իհարկե բացասական։ Ինչպես կարելի է դրա կանգնահատական տալ այն իշխանության ղեկավարին, որը միակամ հայրենիքի տարածքներն է զիջում։ Դա ուրիշ գնահատական չես կարող տալ։ Շատերը ասում են Արցախի հայեր, Հայաստանի հայեր, բայց հայը մնում է հայ յուրաքանչյուր պարագայում ու բոլորը պետք է մտածեն այդ հայի մասին, սխալ է, որ երևանցին ասի արցախցին սենց չգիտեմ ինչ, ամեն դեպքում ինչ կատարվում է ղեկավարությանը մեջ, ներսում, դա համենայն դեպս իմ սրտով չի։ Ես պատճառը, ես որ պատերազմը սկսել եմ, ես ընդեղ եմ եղել։ Ես այն կախից էլ տեսա, որ ծախված է սա։ Սա թատրոն է խաղում, ոչ մի բան։ Պայմանավորված պատերազմը։ Այն ժամանակ եթե իր տեղը լիներ մի հատ հասարակ մարդ, ես կամ դու, այդ պատերազմը մերոն կհացեին։ Սա պրոստը պարտվել են անմեղ զոհերը, այն 5000 հոգին, երեխեքին ուղղակի դնդակահարել են։ Ես իրանց և թուրքերի մեջ ոչ մի տարբերություն չեմ տեսնում։ Անդրանիկը ինչ մի լավ բան ասում, երբ գլուխը բարձիտ կդնեք կքնեք, ազգի մասին մտածեք, բայց սրանք մտածող չի։ Պետք է հավասարակշռված քաղաքականություն վայ, ես դες եմ կարծում։ Վախկոտ ղեկավարը։ Դե վախկոտա, որովհետև մեջքին ավելի շուտ զիջեր։ Ալիևը իրան տեց, որ հա, այսօրին չեն գներ ազգը։ Ամբողջ ազգը իրան նման վախկոտա դարձել։ Ալիևը կանանցից բռնած վախենալով ման են գալիս։ Ես չեմ վախենում։ Ալիևը հեսա կգա, թուրքերը հեսա կգան, այ քեզ բան, ճիշտ է։ Չեն թողնում ապրենք։ Փոխելա պետք է այդ վախկոտին։ Բանը, ես իմ չգիտեմ, բանը, ես մի քիչ մենք իրար հետ միշտ վիճում ենք այդ հարցով։ Իմ դուրը ընդհանրապես իր կառավարությունը դուրս չի գալիս, ու ինչքան հնարավոր շուտ պետք է իրան փոխենք։ Ու ինձ համար շատ տհաճ էր այդ իրավիճակը, ահա որ տհաճ էր, որովհետև Ղարաբաղը մնում է իմ պապուտատերի երկիրը, ու այսօր չկա ցավով մտածում եմ այդ ամեն ինչի մասին, որ մենք Ղարաբաղը կորցրել ենք։ Ուղիղ 17 տարի շարունակ ամեն տարի ես գնացել եմ Ղարաբաղ եկել, չկա մի շրջան, որտեղ վերապատրաստում արած չլինեմ։ Ինքը ոնց է ասել, Արցախի հարցը պետք է ժողովրդի հետ խոստամ, չէ, ռեֆերենդում անեմ արել, հա։ Թողանի ճիշտը կիմանա։ Ես չգիտեմ ոնց ձեզ բացատրեմ, ես ձեզ կարող եմ ասել Նիկոլը ոտից գլուխ մեղավոր է, որ մեր Հայաստանը կործանված, մեր ջահել տղեկը գնացին հողի տակ, այդքան բան կարամ ասել։ Ես ինքս համարում եմ, որ ինքը դավաճան չի, ինքը թշնամի է։ Թշնամի, ուղղակի թշնամի։ Դավաճանը նայա, որ երթում է տալիս, ասենք, ու հետո դավաճանում է անկերը, կինը, չգիտեմ, պետությանը, ազգին, ինքը այն կողմն է, թշնամի է ու վերջ, այդքան բան։ Մեղքը գցում եք նախկիների վրա, բա դուք հեղափոխություն արեցիք, ինչի համար արեցիք, որ փոխեք, չէ ինչ որ բան, բայց գնալով հարկերը շատացրին,
տուգանքները մեծացրեցին, ժողովուրդը առանց հետ էլ չգիտեմ ինչ վիճակում ապրում են, հիմա լրիվ ստրեսային վիճակի մեջ։ Իր իշխանությունը բոլորը նստած ժողովրդին խափում են։ Ես այդքան բան կարամ ասեմ։ Ես ուղղակի շատ ցավով, դաշե գալիս է այն պահն է գալի, որ ես իսկապես արտասվում եմ այս երկրի համար։ Ինչ պետք է լինի այս երկրի վիճակը։ Մենք կախված ենք այսպես մի հատ թելից։ Մենք ապագա չունենք այս երկրում։ Ես այդքան բան կարամ ասեմ։ Բարապաշարս չի ներեխոսքի, որ նոր բալ ասեմ իրան, այդքան բան։ Շարունակեմ, թե երիք է դա այդքան է։